Ազգային ժողովի նիստերի դահլիճի կարմիր աթոռների նստելու հնարավորություն գործող պատգամավորներից շատերն այլևս չեն ունենա։ Հեռացող պատգամավորներ են լինելու եւ ընդդիմության եւ իշխանության շարքերից։ Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը Հայաստան խմբակցությունը այսօր իր 29 մանդատից պահպանել է 12-ը։ Հաջորդ խորհրդարանում չեն լինի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Արմեն Գևորգյանը, Արմենուհի Գյուրեղյանը, Արմեն Ռուստամյանը եւ նրանց մյուս թիմակիցները։ Պատիվ ունեմ խմբակցությունն ամբողջ կազմով այլևս չի լինի խորհրդարանում։ Նրանք այս խորհրդարանում 6 աթոռ էին զբաղեցնում։ Այսօր ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների աշխատասենյակների դռները փակ էին։ Արդյոք իրերն արդեն հավաքել են, թե ոչ, հնարավոր չեղավ պարզել, բայց բոլորի անուն-ազգանունները դեռ իրենց տեղում էին։ Փակ էին նաև իշխանության ներկայացուցիչների աշխատասենյակների դռները, բայց ոմանց դեպքում ցուցանակներն արդեն չկային։ Եթե Վահագն Ալեքսանյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի դեպքում ընդամենը աշխատասենյակի փոփոխությունն է պատճառը պաշտոնի բարձրացման կապակցությամբ, ապա Ջուլիետա Ազարյանը, Էմմա Պալյանը, Անուշ Քլոյանը հեռացրել են ցուցանակները, քանի որ չեն լինի նոր խորհրդարանում։ Չնայած Գեգամ Նազարյանն էլ է հեռացողների մեջ ու այս պատգամավորների դրկիցն է, սակայն նա դեռ չի շտապում անուն-ազգանունը Արցախի «Մենք ենք մեր սարերը» հայտնի կոթողի ներքո փակցված ցուցանակը հանել։ Սա նշանակում է, որ մենք ավելի շատ ենք սկսել։ Այսօրվա 71 մանդատից իշխանությունը հաջորդ խորհրդարանում պահպանելու է միայն 64-ը։ Այս թիվը ավելի փոքր կլիներ, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի խնդրահարույց որոշման հետևանքով ԲՀԿ-ն դուրս չմնար խորհրդարանից։ Քաղաքացիական պայմանագրից պատգամավոր դառնալու բախտն այլևս չի ժպտա Գագիկ Մելքոնյանին, Հերիկնաս Տիգրանյանին, Տիգրան Պարսիլյանին, Մարիամ Պողոսյանին, Հռիփսիմե Գրիգորյանին, ՀՀԿ-ից քաղաքացիական պայմանագրին ժառանգություն փոխանցված Շիրակ Թորոսյանին ու այլ ՔՊԱ-ականներին։ Այս ընթացքում քաղաքացիական պայմանագրից մերժված ու անգամ պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չստացած Հայկ Սարգսյանը, Հռիփսիմե Հունանյանը, Հայկ Ցիրունյանը, Կարեն Սարուխանյանը եւս չեն լինելու խորհրդարանում։ Ինքնակամ հեռացողների ցուցակում են Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, Լենա Նազարյանը, Քրիստինե Պողոսյանը, գործող խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Մտնեն սրճարաններ ասեն պարոն, ձեր մոտ քանի հոգի է ծխում։ Ոչ մի խմբակցությունում չընդգրկված ու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ու խմբակցությունից սկանդալով հեռացած Հովիկ Աղազարյանին եւս ազգային ժողովում պատգամավորի կարգավիճակով չենք տեսնի։ Նրա հետ խորհրդարանից կհեռանա իր բախտակից ընկեր Հակոբ Ասլանյանը։ Այս խորհրդարանում ամենաշատ բացակայեց պատգամավորը Իշխան Զաքարյանը եւս պատգամավորի մանդատ այլևս գրպանում չի ունենա։ Մի քիչ ոչ այնքան շատ լավ պայմաններում։ Խորհրդարանից հեռացող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հարկաբաժնում լուռ էր, նրա դուռը փակ։ Այսօր խորհրդարանում ներկա հատուկ են պատգամավորներից մեկն ազգային ժողովի ապագա նախագահ Ռուբեն Ռուբինյանն է։ Նա իր իրերը դեռ չի շտապում հավաքել, բնականon աշխատանքի մեջ է։ Բարև ձեզ, պարոն Ռուբինյանը կարող է այստեղ է։ Նյուզեյմից ենք մենք, ուզում ենք իմանալ, ինքը շարունակում է դեռևս այստեղ մնալ, թե իրերը արդեն հավաքվում է։ Դեռ այստեղ է։ Այս օրերին խորհրդարանում բաց դռներ հազիվ կարող են գտնել պատգամավորներ առավել եւս։ Դա դատարկ է նաեւ իշխանությունների սիրելի բայր դարձած ազգային ժողովի սրճարանը։ ՔՊԱ-ականների հատուկ կենտ բաց դռներից առաջինը աչք է զարնում նրանց գլխավերևում այս տարիներին մշտապես փակցված Փաշինյանի հեղափոխական մորուքով լուսանկարը։